9 ամիս։ Մի երեխա կարող էր ծնվել։ Չնայած այս գործերը։ Մտեք։ Ես իմ աշխատանքի հեռացման դիմումը արդեն գրել եմ։ Կամենում էի ձեզ վերջին անգամ հաջողություն ասել։ Ծեսություն, բարով մնաս, ինչ ասեմ։ Հաջողություն։ 9 ամիս է շարունակ լռում է նամակագիրը։ Մի բան հաստատ է։ Այս որոնումները հաստատ ինչ-որ մեկի կյանքն են խլելու։ Միայն թե ոչ թագավորինը։ Թագավորը մահացել է։ Ինչ։ Նրան պատուհանից կրակեցին։ Բայց ոչ մի ձայն չի լսվել։ Ինչ է եղել։ Հայրիկ։ Նա օթևանում էր, ես հիշում եմ։ Ասաց, որ վատ է զգում եւ ուզում է գնալ օդ շնչել։ Հետո հենց այնտեղից կրակեցին։ Որտեղ է նա հիմա։ Ես չգիտեմ։ Այ քեզ խայտարակություն։ Ես այդպես էլ գիտեի։ Այս ամեն ինչը այդ լպրծուն գեներալի գործերն են։ Ես առաջին օրից գիտեի, որ նա պաշտոն է ուզում։ Ձեր թերի կրթության բառապաշարը այստեղ մի թափեք։ Ու չհամարձակվեք ինձ նման բառեր ասել։ Ես երբեք պաշտոն չեմ ուզել։ Գործը չափազանց դժվար է։ Ով է կառավարելու ժողովրդին։ Ըստ կանոնակարգի, թագավորից հետո իշխում է նախագահը։ Նախագահը 3 տարի առաջ է մահացել։ Անիմաստ բաներ մի խոսի։ Համբերի վերջացնեմ։ Իսկ նախագահի բացակայության դեպքում գեներալը։ Նման օրենք չկա։ Կա, հայրիկը այս վերջին տարիներին այդպես է փոխել, որովհետև գեներալ Արչյանին շատ էր վստահում։ Հիմա պարզ է, ով է այս ամենի հեղինակը։